Դանիելյան, հետաքրքիր է ձեր գնահատականը, այս օրերին տեսնում ենք, որ հարևան Իրանում ինչ է տեղի ունենում, շարունակվում է Իրան-Իսրայել ԱՄՆ բախումը, սա ինչպես է անդրադառնալու Հայաստանի վրա, ինչ ռիսկեր եք տեսնում։ Իրանը մեր ավանդական բարեկամ, դաշնակից երկիրն է, 90-ական թվականների, գիտեք, որ շրջափակման տարիներին Իրանը շատ կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանի տնտեսության, անվտանգության առումներով եւ այս առումով մեզ համար շատ ցավալի այն իրադարձությունները, որ կատարվում են Իրանում եւ մենք այդ ֆոնին տեսնում ենք իշխանությունների անհոգ, ուրախ զվարթ, այսպես ասած, շրջագայությունները, Բերաշկի կուկուռուզ օպերացիան եւ եթե գանք նրան, թե ինչ հետևանքներ կարա ունենա, հետևանքները գիտեք, որ տնտեսական բավականին թելերով կապված ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ այս առումով սահմանի տիրող իրավիճակը կարող է լրջագույն ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա եւ ոչ միայն տնտեսության, նաեւ անվտանգային առումով տարածաշրջանը եռում է, Հայաստանն էլ բնականաբար անմասն ցավոք սրտի չի կարա մնա, այսինքն այն հետևանքները, որ կան տարածաշրջանում, դա բնականաբար ազդելու է Հայաստանի վրա, իսկ եթե Աստված մի արասը վիճակը դառնա անկառավարելի, սահմանին բնականաբար 100,000-ավոր մարդիկ փորձելու են այդ պատերազմի ընթացքում լքել Իրանը եւ այդ առումով Հայաստանի սահմանների հետ կապված լրջագույն խնդիրներ կա։ Այդ խնդիրները կարծում եմ խնդիրների կարևորությունն ու բարդությունը իշխանությունները չեն պատկերացնում։ Բազմաթիվ անգամներ այդ հարցը բարձրացնել են, որ կան ռիսկեր հնարավոր պատերազմի դեպքում ներհոսքի հետ կապված եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ դա նույնպես լրջագույն խնդիր է։ Պարոն Դանիելյան, իշխանությունն էլ իրենց լրջությունը պայմանավորվում է նրանով, որ Հայաստանում խաղաղություն է, այսօր Տարոն Չախոյանի մեկնաբանությունը մենք տեսանք իր ֆեյսբուքյան էջով, ասում է ընդդիմությունը լավ չի ընդունում այն, որ Հայաստանում խաղաղություն է եւ չի հարմարվում այն ամենի հետ, որ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված չէ։ Մենք կներեք անհամեստության համար բոլոր պատերազմներում, մասնավորաբար հայ հեղափոխական դաշնակցությունը իր նվիրյալ ու կուսակցականների շնորհիվ մասնակցել է տարբեր պատերազմներին, ասել, որ մենք ուզում ենք պատերազմ, դա տգիտություն է, այսինքն մեր լավագույն ընկերները հենց իրենց կյանքը դրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության համար, իրենք բունկերների ծակերը մտած են եղել այդ ժամանակ։ Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն, դրա մասին չի խոսքը, խնդիրը այլ բանի մասին է, որ հնարավոր էսկալացիայի պարագայում մենք պատրաստ չենք, մեր ինստիտուտները պատրաստ չեն իմ գնահատմամբ դիմակայելու այդ մարտահրավերներին։ Հիշեցնեմ ձեզ, որ մինչև 20 թվականներ 44-օրյա պատերազմը ասում էին սահմանին կրակոցներ չեղավ։ Մենք տեսանք ինչ եղավ դրանից հետո, այսինքն կրակոցներ չլինելը կամ ժամանակավոր հրադադարը դա դեռ երաշխիք չէ հնարավոր պատերազմի։ Եվ այս առումով էլի իրենց դիլետանտությամբ, իրենց, չգիտեմ, մանիպուլյացիայով, իրենց մոլորության մեջ բարբերաբար փորձելով գցել մեր հայրենակիցներին, ասելով, որ այլևս խաղաղությունը հաստատված է, տեսեք տարածաշրջանում ինչ է կատարվում։ Շատ ժամանակ քեզնից էլ չի կախված այդ պատերազմը, բայց այն, որ դու պետք է ամեն ինչ անես այդ պատերազմները կանխելու, հնարավոր ռիսկերը կառավարելու եւ այլն, այդ ունակությունները այս իշխանությունները չունեն։